Սուրեն Սարգսյան, ամերիկագետ։ Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, եւ ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ հիմա համարյա բան չմնաց ավելացնելու։ Սակայն փորձեմ մի բան էլ ես ասել։ Կարծում եմ Վենսի այցը չպետք է ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել։ Ընդհանրապես պետք է ճիշտ հասկանալ քաղաքականության նրբությունները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը։ Իդեպ Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի մոտ է, քան երբևէ Հարավային Կովկասում հասնելու նրան, ինչին բոլոր վարչակազմերը ձգտել են շուրջ 30 տարի։ Այն է ազդեցություն հաստատել տարածաշրջանում, զրկելով Ռուսաստանին իր ազդեցության գոտուց։ Դա չհաջողվեց Բուշ կրտսերի վարչակազմին Վրաստանի գործոնի կիրառմամբ, բայց հավանական է, որ այսօր դա կարող է ստացվել Հայաստանի եւ Ադրբեջանի օգնությամբ։ Մի քանի կարևոր նկատառում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրումներ չի անելու, այլ թույլ է տալու ամերիկյան ընկերություններին Հայաստանին վաճառել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան տեխնոլոգիաներ եւ ապրանքներ։ Իրականում հիմա հենց Թրամփի վարչակազմն է, որ աշխարհից ներդրումներ է բերում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, վաճառելով ամերիկյան ապրանքներ, զենքեր եւ տեխնոլոգիաներ տարբեր պետությունների։ Վենսը չի աջակցում Հայաստանին կամ Ադրբեջանին։ Նա առաջ է մղում իր պետության աշխարհաքաղաքական շահերը Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա, որոնց մի մասը անցնում է Թրիփով։ Սա նորմալ երևույթ է։ Հայաստանն ու Ադրբեջանը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար փոխգործակցության տեսանկյունից գտնվում են նույն հարթության վրա, սակայն Ադրբեջանի կարևորությունն ավելի մեծ է, հաշվի առնելով տասնյակ գործոններ։ Ինչպես արդեն ասացի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը ներդրումներ չի անում։ Այն վառում է կանաչ լույս ներդրումների համար եւ տալիս համապատասխան թույլտվություններ տեխնոլոգիաների արտահանման համար։ Նույնը արվել է Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Թե ով որքան կկարողանա օգտվել դրանից, կախված է այդ երկրի իշխանությունների ունակություններից։ Գերիների հարցում Վենսի հայտարարությունը հարցը բարձրացնելու առումով փաստորեն մնաց զուտ խոսքի մակարդակում, եւ սա ցավալի է Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի հիմնական թեկնածուի համար։ Ադրբեջանին վաճառվող անվտանգային եւ հետախուզական սարքավորումները Հայաստանի դեմ չեն, այլ ուղղված են Իրանի հետ ծովային ցամաքային սահմանի պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է ցեղասպանության մասին թվիթը ջնջելուն, ապա սա շատ անլուրջ քայլ է եւ Վենսի թիմի բացթողումն է։ Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին ընդհանրապես անդրադառնալը։ Վերջիվերջո վերջին տասնամյակում ամերիկյան թիվ 1 քաղաքական թեման եղել է ընտրություններին Ռուսաստանի կամ այլ պետությունների կողմից միջամտությունը եւ դրա անթույլատրելիությունը։